Բարև ձեզ բարեկամներ, փաստերի, անակնկալների, կարծիքների հեռուստաալիքն է, Փակ TV-ն եթերում է եւ իր բոլոր ունկնդիրներին հրավիրում է դիտել մեր հերթական թողարկումը։ Հավանաբար նկատել եք, երբ մեր տաղավար են գալիս մարդիկ, որոնք ներկայացնում են գեղեցիկ սեռը, արդեն անկա ամեն ինչից տրամադրությունը շատ բարձր է։ Իսկ երբ այդ անձնավորությունը նաև անչափ հմայիչ ու համակրելի է, արդեն, ինչպես ասում են, ավելի է լրջանում։ Իսկ այսօր մեր տաղավարում մի իսկապես հրաշալի անձնավորություն է հյուրընկալվել Մայր Հայաստան 21-րդ դարաշրջանի կազմակերպության հիմնադիր նախագահ Գայանե Գասպարյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Պարոպոշյան։ Տիկին Գայանե, հաճախակի արեք, որտեղ դուք շատ մեծ թվով երկրպագուներ ունեք մեր ալիքի եթերում։ Հաճելի է դա լսել, բայց ես Տիկին Գայանեն միայն հաղորդում չի մասնակցում հաղորդմանը, չի մասնակցում ինքը մենք ժողովներ ենք անում, ծրագրեր ենք կազմում այրերով, մեր այսօրվա ազգային ցավով ենք զբաղված, ինչպես կարելի է շտկել, ինչ կարելի անել, բնականաբար զբաղվածության պատճառով է, որ շատ հաճախ չեմ գալիս, հեռուստադիտողը ինձ դա կհասկանա եւ կների։ Դե ես պիտի ասեմ, որ դուք արդեն ասացիք, որ իրավիճակը իսկապես այսօր շատ անհասկանալի է։ Ինչ է կատարվում Հայաստանում, բարերարներ են ձերբակալվում, իշխանությունները դուրս են եկել եկեղեցու, դե մի խոսքով շատ անհասկանալի ժամանակահատված է եւ սա իհարկե ձեզ նույնպես որպես նման կառույցի ղեկավար շատ հուզում է։ Իհարկե հուզող հարցերը շատ են, պարոն Ղոշյան, բայց սարսափելի փաստերի առաջ են կանգնել, երբ որ հազարամյակների օրհնող ազգը, որն ունեցել իր գաղափարախոսությունն ու զարգացումը հիմնված կրոնի վրա, քրիստոնեության վրա, որի պատգամն է բոլոր մարդկային արժեքների տիրապետումը, այսօր այդ օրհնող ազգը անիծում է։ Ես երբեք չեմ հիշում 70 տարվա մեջ, երբևէ մեր ազգը տես մասսայական անիծի մի ընտանիքի, անձի էլ չի, ընտանիքի դա ցավալի է իհարկե, անիծի, հայհոյի, դժգոհի, ինչ ասեմ, պատվազրկի, անպատվի, պատժի ձևեր սկսեն մտածել ու բարձրաձայնել, դա սարսափելի բան է։ Եթե դա լինում է 2%, 3% արդեն ցավալի է, բայց երբ որ դա ազգային մակարդակի վրա է, սկսենք ազգի 70-80%-ը, դա իհարկե սարսափելի է, բայց ես այսօր չեմ անպատվելու, ձեզ չեմ անպատվելու, պարոն վարչապետ, ու ես չեմ էլ ձեզ վիրավորելու, ես ընդհանրապես փաստերն եմ արձանագրելու, դեպ անպատվել նշանակում է պատվից զրկել, մի բան որ չկա չի կարելի զրկել, սկսենք այդտեղից, բայց արձանագրելու եմ այն փաստերը եւս մեկ անգամ, որի մասին արդեն երեխաները գիտեն։ Դուք ասեցիք Սամվել Կարապետյանին, չէ՞, մեր գործարար բարեգործներին, որտեղ ոչ բոլոր գործարարներն են բարեգործ, սկսենք դրանից։ Եկեք դնենք ուղղակի համեմատենք, ով է Սամվել Կարապետյանը ազգի համար եւ ով է վարչապետը ազգի համար։ Մինչև մեկին ձերբակալելը, պարոն վարչապետ, մի հատ հետադարձ հայացք գցեք ձեր ամբողջ արհավիրքի, որ բերեցիք իմ ազգի գլխին։ 7 տարվա մեջ դուք կործանեցիք ու աճուրդի հանեցիք Արցախը, բոլորս գիտենք։ Դատարկեցիք դիվադաթարարիք իմ հայ ժողովրդին, հանեցիք, բերեցիք ու մատնեցիք անտերության։ 5000-ից ավել մեր արուս զավակներին, իմ գենը հայազգի գենը, իմ սերունդը փռեցիք կարմիր բլուրում, եռաբլուրում, տարբեր գերեզմանոցներում, 12000 հաշվանդամ բերեցիք։ Դուք ստորացրեցիք հայազգի եւ Հայաստանի պատիվը, գնում եք արտասահման թուրքերի մոտ կռկված, ձեր ամբողջ կեցվածքը մի հարցական նշանի նման, չգիտես տեղ ով է մարդը, ծառայողնա, սուրճ բերողնա, ով է կանգնած, բարձվում է Հայաստանի ղեկավարը։ Դուք արդացել եք Կրիլովի առակը, շնիկն ու փղիկը, 7 տոննանոց փղի մոտ 2 կիլոգրամանոց շունը համարձակվում է դեռ հաչում է, որ մի հատ
կամած ոտի ծայրով դրեց, այդ շանը կվերացնի, բայց ինքը մինչև վերջ հաճած։ Դուրս է գալիս մեր ղեկավարը շան չափել չկար։ Պատվազրկեցիք ու ցավով խոշտանգեք իմ ազգը, անցակ բոլոր կարմիր գծերը, հասակ սևին, հուսամ կհասկանաք, եւ պետք չի հիստերիայի մեջ են գնել, ոչ մի ծրագրեր էլ չի իրականանալու, որտեվ չկան այդպես ծրագրեր, քանզի մեզ դա պետք էլ չի, դուք շատ արագ ու շատ եռանդուն ձևով ինքներդ փորում եք ձեր փոսը։ Այդ մեկ, հիմա անցնենք մյուս համեմատությանը, պարոն Ղուշյան, Սամվել Կարապետյան, ես այդ մարդուն չեմ ճանաչում, ոչ անձամբ, ոչ էլ ուղղակի Հոլանդիայից Հայաստանից եկած մարդիկ պատմեին Սամվել Կարապետյանը մեր դպրոցը վերականգնեց, Սամվել Կարապետյանը այգի դրեց, Սամվել Կարապետյանը մանկապարտեզը վերականգնեց, Սամվել Կարապետյանը այդքան օգնություն ուղարկեց, զինվորին էս ուղարկեց, որբանոց էս ուղարկեց, ամեն անգամ լսում ես, բայց այդքան տասնյակ ու եթե ոչ հարյուրավոր գործարար մարդիկ կան, ինչի համար է անընդհատ այդ մարդու անունը շոշափվում, որովհետև մարդիկ փաստ են արձանագրում, եղածն են ասում, հա? Ամեն ինչ արեց ազգի համար, որ ինքը երկրից դուրս է ապրում, Ռուսաստանում, որտեղ շատ հարգված, պատված ու ոչ մի խնդրեմ չունի, բայց նա ունի հայի արյուն, ի տարբերություն ձեզ, պարոն վարչապետ, այդ արյունն է դրդում կանգնել հայրենիքի կողքը, իր ժողովրդի կողքը, իր հավատքի կողքը, եւ եթե դուք մտածում եք, որ մենք այնքան հիմար ենք, որ չենք հասկանում, թե ինչ ծրագրով է Սամվել Կարապետյանը ձերբակալվել, չարաչար սխալվում եք, ինձ անգամ ուսանողներն ասացին։ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է մեր թշնամիների պատվերով, անուններ չեմ տա, որովհետև ես ներկա չեմ եղել, որ մեկն է դրանցից ասել, անցանք առաջ։ Գիտեք ինչի, որովհետև նրանք անպայման ուզում էին ստրատեգիկ կարևոր մեր խոսանք, այսինքն պետական այդ արժեքը վերցնեին Սամվել Կարապետյանի ձեռքից, հիմա կձերբակալենք, հետո կվախացնենք, նա վախեցող չի, ի սկզբանե ասեմ ձեզ, եւ հետո կպետականացնենք, պետականացնելուց հետո հաշվեք, որ արդեն վաճառված է թուրքերին։ Դա էր նպատակը ձեր, որ րոպեին ուզենա ամբողջ Հայաստանի լուսերը կանջատի, կպարալիզի, ներսից կոչնչացնի մեր ազգը։ Ու դուք հավատում եք, որ դա ձեզ կհաջողվի, ու այս ազգը ձեզ թույլ կտա, տպավորություն է, որ ինքն ընկել է իր հետևից, պարոն Ղուշյան, այդ մարդը իսկապես ոչինչ չի հասկանում։ Ես չեմ հասկանում, ինքը իրոք այդ աստիճան հիվանդ է։ Պարոն վարչապետ, դուք պահանջում եք, որպեսզի վեհափառը անպայման անցնի բժշկական, չէ՞, ուսումնասիրության, որպեսզի ապացուցվի նրա կուսակրոնությունը։ Վաղն էլ ազգը ուրիշ հարց կդնի ձեր առաջ։ Դուք մի վարչապետ պահանջում եք հսկայական մի կառույցի հզոր ղեկավարի, անկախ նրա քաղաքացիական որպես քաղաքացի նրա թերություններից կամ սխալներից է դնում եք մի կողմ, պահանջում եք, որ նա գտուկով եք, որ պահանջեք։ Մեկ, բայց եթե դուք դա իրավունքը ունեք, 3 միլիոն վարչապետնել պահանջում է ձեզ անցնել հոգեբանական հետազոտություն։ Իրավունք ունեք, դուք եք չի ասել, ես ձեր խոսքերն եմ օգտագործում, 3 միլիոն վարչապետ կա, եթե մի վարչապետը կարա վեհափառինց պահանջի դա, 3 միլիոն իրավունք ունեն ձեզանից պահանջելու, իհարկե ունեն, պարոն վարչապետ, սթափվեք, ու շատիր եղեք, դուք էլ տեղ չունեք քայլկցելու, անցել եք բոլոր կարմիր գծերը, մոտեցել եք սևին։ Նորից կրկնեցի, որ ուշադիր լինեք, հասկանաք։ Եվ այդ որ ասում եք 3 միլիոնից 4-5 հոգի են աշխատում, դա ես հարց եմ տալիս երկրի ղեկավարի խոսք է։ Պարոն Ղուշյան, այսինքն ամբողջ 3 միլիոն բնակչությունից 3-4 հոգի են աշխատում, 4-5 հոգի թիվը լավ չեմ հիշում։ Այսինքն ով այդ ինքը իր կինը եւ ով։
եւ իր նման մի երկու ղեկավար։ Բայց մի հատ հարց ձեզ, պարոն վարչապետ, այդ ամբողջ կառավարությունը ում հաշվին է ապրում, առանց աշխատելու ինչի համար այդքան աշխատավարձանում եւ այդքան պարգևավճար։ Եվ դեռ հələ ուզում եք համեմատվել մի բարեգործի հետ, որը կարող է թագավորական ապրել ոչ մի բանի խնդրի կարիք չունենալով, հանդերձ գա կանգնի իր ազգի կողքը, իր կրոնի սրբության, իր արմատներին կանգնի, դրա համար եք ձերբակալ, է։ Չէ, դուք մի հատ կողքից լսում եք ձեզ։ Տիկին Գայանե, այնուամենայնիվ այն ինչի մասին դուք բարձրաձայնեցիք, այդ ամենից հետո հնարավոր է, որ վարչապետը հրաժարական տա։ Արդեն ուշ է։ Նա հրաժարական նախ չի կարող տալ, ժամանակին կարող էր ունենալ, հիմա չէ, որովհետև գնալով Թուրքիա խորժակը բարձրանում է, պարոն Ղուշյան, պահանջներն ավելանում են, իսկ ինքը թող փորձի հանկարծ մերժի, նա վաղուց կգնար հրաժարականը կտար, կգնար իր համար միտեղ կապրեր այդ երազանքներով, բայց ինքը չի կարող, ինքը չի որոշում իր կյանքը, իր անելիքը, ինքը Մարիանյետ ինչ են ասում, դրածո անձնավորություն է, որին ես մատերի վրա խաղացում են, ինչ ասում են, նա պետք է անի, մինչև գործանումը։ Գիտեք, բոլոր գործակալներին, շպիոնի չէ, վասալներին, գործակալներին, օքեյ, ուրեմն ճիշտ եմ ասում, բոլորին օգտագործում են, չէ, թշնամիները, վերջում ուտիլիզացնում, չկա մարդ, չկա ապացույց, հասկանում եք։ Իրանք չեն էլ իմանում, որ թակարդի մեջ են։ Այդ փողերի թիվ իրանք խնդացրել է, կարծես պիտի իրանք վայելեն։ Ծախսելու ժամանակ դուք չեք լինի։ Դուք ասում եք թալանեք երկիրը, փողը ձեզ։ Այդ թալանածը, որ տանում դնում եք իրանք բանկերը, հաշվի են առել, որ դուք հաստատ չեք հասցնի դա ծախսել։ Ոչ մեկ չի մնում։ Դուք արդեն մատաղի ենթարկված, ես չեմ հասկանում, այդ մարդիկ չեն գիտակցում, որ միևնույնը կներեք, միևնույնը, որ ոչ մեկ չի ներելու, իրանք արդեն պետք չեն, ինքը որպես անձ ոչինչ չի, ինքը կատարող աստրուկ վասալ։ Ես հիշում եմ Լայթմանը կանգնեց ասեց, հայտնի հրեա ազգից, ինչ մի կազմակերպությունից, գլոբալիստ է, ինքը եւ ասեց, որ ոչ մի նախագահ ինքնուրույն ոչինչ չի որոշում, իրանք լսում են մեզ, ասում են մեզումը, մեզ հրեաներին ասում են ինչու, որովհետև մենք ասո ազգ ենք, բայց որ ասո չի ասում, բայց աշխարհը հասկացավ, որ ասո, պարզ արդեն, նախ խամաչիկներին օգտագործող, պատկերացնում եք մարդ ինչքան պետքա խենթ լինի, ինչքան պետքա ուղեղի գործունեությունը կանգնած լինի, որ հավատա, որ միանձնյա 2000 տարվա մեր քաղաքակրթությունը ազգային պատկանելիության հիմքը կրոնը վերացնի, պայքարի, չուլաններ, տեր հայրերս այ տեր հայրերներ, մի հատ քեզ նայի, ասել ասողի մենակ քո գրած գիրքը, որ ժողովուրդը կարդար, նրանք պետք է արդեն դատեին քեզ, կամ էլ ուղարկեին բուժման, բայց ոչ թե ընտրեին, դուք հասկանում եք, 3000 տարվա, 2000 տարվա կներեք կրոնը, որ պահել է իմ ազգը, ինչքան միլիոն մեր պապերն ու տատերը զոհվեցին, որ այդ կրոնը պահեն, եւ այդ միանձնյա թյուրիմացությունը գալիս է դա վերացնելու ծիծաղելի է, եւ ծիծաղելի է եւ զզվելի, ինքը ոչինչ չի կարող անել, ինքը արագացնում է իր փոսն ապորում, ինչ ասեմ, Դե ես հասկանում եմ ձեր վրդովմունքը, գիտեք որ այսօր շատերը կողմ են, որպեսզի մահապատիժը վերականգնվի, այդ մասին ինչ կարող եք ասել։ Ոչ միայն մահապատիժը, մեր ամբողջ օրենսգիրքը պետք է փոխվի, աննկատ 35 տարվա մեջ բոլոր օտար երկրյա կներեք գործակալներն եկան Հայաստան ու առանց մեզ հայտնելու տենց էլ չիմացանք, սահմանադրությունը փոխին, սահմանադրություն նորը բերեցին, մեջը կետեր մցրեցին, պատիժը հանեցին, որ այլասերությանը մեզ ճանապարհ տան։ Եվ հետո ինչ նշանակում վաղեմության ժամկետ, տերորիզմի վաղեմության ժամկետը, Սիրինի ու բանը մարդասպանի վաղեմության ժամկետ չի լինում, այն որ մի քանի մարդ է տալիս սպանում։ Հայրենիքի դավաճանինը չպիտի այդ վաղեմության ժամկետ պիտի վերանա, մահապատիժը պիտի վերականգնվի հատկապես հայրենիքի դավաճանների համար, եթե ինձ հարցնեք, տերորիզմի համար
սիրիական մարդասպանների համար եւ դա իմ կարծիքն է եւ մեկ էլ մանկապիղծների համար մանկապիղծը ոչ մի մարդկային բան չի կարող ունենալ նա պետք է միանգամից գնդակահարվի վերածվի որ այս հողը ազատվի այդ կեղտից ու արատից այդ դրա համար են կրոնի դեմ պայքարում կրոնը հանեք ամեն ինչ կարելի է անել օրենքները այո պիտի փոխվեն Այսօր այնուամենայնիվ կա մի կառույց, մի անձնավորություն, ով կարող է մեզ այս վիճակից դուրս բերել, որտեղ իսկապես իրավիճակը շատ ծանր է։ Գիտեք, եկեք անկեղծորեն ասենք, ամբողջ ազգովի մենք գնացինք ընթառաջ այս խեղկատակներին 35 տարի, որոնց մեջ հայ արյուն չի հոսում։ Շատ պատահական, շատ անհասկանալի ձևով մենք 5000-ից մեր ժողովուրդը ընտրում էր եւ մենք ամենաթանկը վճարեցինք դրա համար։ Ազգովի պիտի գալ գիտակցության եւ լսել գաղափարական կենտրոնին։ Մայրերին պետք է լսել, այդ բոլոր լավ տղեկը պիտի միանան։ Մեր առյուծ տղեկին եմ դիմում, տղեկ մի հոգով չեն կարող դուրս գալ այս հրեշների ոհմակի դեմ։ Մենք պետք է բոլորը միանանք, միացեք եկեք ձեր մայրերի մոտ, հավաքվենք, ֆորում անեն բոլոր ընկերներով, դնենք ամենաճիշտ բոլորի գաղափարները, բոլորի ծրագրերը նայենք, տեսնենք ինչպես կարելի է։ Հավատացեք, մայրը երբեք սխալ բան չի ասի, այն էլ մտավորական մայրերը։ Գիտեք ինչքան մտավորական մայրեր ունեք արժանի։ Մոր ինստինկտը, մոր բնազդը զգում է, գիտի վտանգը որտեղից է գալու, գիտի փրկությունը որտեղից է։ Պարոն Ղոշյան, օրինակ մենք մայրերով ծրագրեր ենք գրում, որ մի գեղեցիկ օր մի հայ գա սկսի առաջին աղանդները վերացնի, սորեսական աղանդը, այդ աղանդները գիտեք ինչի համար են, մեր երիտասարդ սերունդին ուղեղը թափելու, զոմբիացնելու, ծառայեցնելու, փաստերի մեջ կանգնացնելու, կամպրամատներ հավաքելու եւ այդ տղայի ամբողջ կամ աղջկա ճակատագիրը կործանելու, բայց քանի որ իրան փող են տալի կրթությունն են վճարում, իրանք ոգևորված չկա պետություն, իրանք գնում են այդ աղանդներին են կպնում, որովհետեւ դրանք անում են ինչ որ պետությունը չի անում, ահա թե ինչի մասսայական աղանդավորներ ունեն Հայաստանում։ Դա պիտի վերացնի աղանդավորներին պետք է վերացնի, գաղափարական կենտրոնը պետք է նոր ծրագիր դնի, նոր ծրագիր կրթության, գիտության, գյուղատնտեսության, էկոլոգիայի, ամենակարևորներիցը, անվտանգության հզոր բանակ, նոր հանճարեղ մեր գիտնականներին, երիտասարդ տղաներին դնել հնարավորություններ տալ, որ զարգացնեն նոր զենքի տեխնիկա, ամբողջ աշխարհի զենքը հայերն են ստեղծել։ Դուք ուղղակի չգիտեք, իրենց անունները թաքնված են, որոշ մարդիկ գիտեն ամեն ինչ եւ որոշն էլ ինձ են ասել։ Ինձ որ ես էլ եմ տեղյակ։ Անցնենք առաջ դրա մասին չի խոսքը, բայց ես ուզում եմ ասել, որ այդ ամբողջը գալու է միայն գիտակցության, գալու ճիշտ գաղափարների, ճիշտ արժեքների, տրորեցին ամբողջ արժեքները, պարոն Ղոշյան, մենք այսօր մեր ամենամեծ արժեքը որն է փող, փողով կարող ես առնել ամեն ինչ, փողով կարող ես կարիերա ստեղծել, փողով կարող ես քո ուրիշի իրավունքը տրորել, քոնը կրկնապատկել։ Դուք պատկերացնում եք հասել ենք այն օրը, որ այսօր տգետը մեզ գիտություն է սովորացնում, անգրագետը կրթություն, նորաձև են կոչում, այդ նորաձև կրթության մասին է խոսքը։ Մարմնավաճառը խոսում է սրբությունից, գողը ստախոսը խոսում է ազնվությունից, դավաճանը խոսում է հայրենասիրությունից։ Դուք տեսնում եք ինչ արատի մեջ ենք մենք ապրում, դրանք պատահական բառեր չեն, ամեն ասածս դա մի մեծ արհավիրք է ազգի համար։ Իմ ազգը պիտի արթնանա, փորձեք ճիշտը, առողջը, հայազգայինը լսել, հայ մորը լսել, սիրելի զավակներ, չի կարելի ամեր մի վարձու վճարված թափթփուկ ամբողջ մեր լրատվական դաշտը կիսված է երկու մասի, երկուսն էլ հանցագործություն են անում ու մեծ հարված իմ հայազգին, նախկինները ներկաներին են բացահայտում ջրի երեսանում, որը ճիշտ է, ներկաներն էլ նախկիններին, որը դարձյալ ճիշտ է, բայց դա ձեզ չի ազատում ձեր բոլորին, ձեր հանցանքներից, ձեր հանցագործ կառավարումից իմ հայ ազգի հանդեպ։ Նենց որ մեր մեղքվելա, մենք պիտի միասնանանք գաղափարի շուրջը, էգոն պիտի չլինի, ես հասկանում եմ, եք շատ ավտեղաներ ունենք, գործարար, մեծ բաների հասած, ճանաչված,
այդ էգուն թույլ չի տալիս, որ մենք միանանք։ Միշտ մտածում են, ինձնից լավը չկա։ Ամեն մեկիցը ճիշտ է, ձերնից լավը չկա, բայց ձեր միասնությունից լավն էլ չկա։ Միացեք եւ անպայման ստապ մտածեք, որ գաղափարն է ճիշտն ու առողջը, որն է մեզ պետք։ Դա էլ իրագործենք։ Մեզ պետք չի ոչ գահանկեց անել, գահանկեց եղած վարչապետը, նա ինչ գահանկեց անել։ Ես միշտ հիշում եմ, պապս ասում էր, բալիկ ջան, ասում մի բարկացի, մի ապտակի, ինչ որ մեկին ապտակում էի, երեխա ժամանակ, ասեց ընկածին չեն խփում։ Ընկած մարդուն ինչ ասես։ Դե ես պիտի ասեմ, որ այն իրավիճակը իսկապես ինչ այսօր կա մեզանում շատ մտահոգիչ է եւ ես հույս ունեմ, որ դուք բազմիցս այդ մասին ասել եք, որ հատկապես մեր մայրերը քիչ անելիք չունեն։ Շատ անելիք ունեն, այո։ Եվ պետք է գտնել ուղիներ, որպեսզի նրանք Գիտեք ինչ, ես ձեզ անկեղծ ասեմ, դուք ինձ ասել եք Փակ TV է, բայց բաց ենք խոսում, չէ։ իհարկե Ուրեմն մեր մայրերը չունեն ֆինանսավորող։ Մենք չենք էլ ուզում ֆինանսավորող։ Բայց եթե գտնվեն մարդիկ, որոնք ասեն մայրեր, դες համար փոքրիկ օֆիս ենք բացել կամ մի տեղ ենք դրել։ Տվեք այս հնարավորությունները, մեզ փող պետք չի։ Մոր պայքարը փողի կարիք չունի։ Բայց ինչ որ բանով ընթառաջեին։ Մենք հայտարարենք, մենք մեր ալիքը ունենային, կարողանային մայրերը անդադ ելույթ ունենան, դուք հասկանում եք։ Մեր ստուդիան լիներ, որ մենք ամեն օր մի կես ժամ մայրն իր գաղափարը տար, հայ մայրը նա դաստիարակում իր զավակներին։ Ինչքան էլ դուք մարգարեներ լինեն, դեմ չեմ մեր մարգարեները, բարոյականություն, գաղափարախոսություն, մարդասիրություն, ամեն ինչ մեզ պրոպագանդել են, սովորեցրել են, ուղղել են, բան չունեմ ասելու, բայց ամեն երեխա իր մոր դաստիարակության արդյունքն է։ Այսօր մենք գիտեք ով է մեր նոր մարգարեն։ Կծիծաղեք։ Այսօր խոսում եմ Արբակ Խաչատրյանի հետ ու Արբակ Խաչատրյանն ասում է Գայանե Հակոբովնա դուք տեսաք թե ինչպես մարգարեներին փոխարինեց արիստական բանականությունը։ Ես ապշեցի, բայց ճիշտ ասեց։ Շուտով մեզ պետք չի դուրս գալու ոչ մայր, ոչ գրոն, ոչ ինչ արիստական բանականությունը կկարգադրի ու մենք է կնախրանանք։ Նախրին հեշտ է ուտիլիզացնել։ Ամբողջ աշխարհում ամբողջ մարդկությունն է նախրացված։ Ցավալի բառը, բայց այդպես է։ Ինչ հեշտությամբ համարդ հրաժարվում արժեքներից։ Պապս ասում էր, արժանապատվությունը որ չկա, լավա մեռնես, բալաջան։ Սա արժանապատվություն չկա։ Ցավալի է, իհարկե։ Եվ պիտի ասեմ, որ իսկապես այսօր դրա կարիքը շատ կա, բայց տիկին Գայանե, ասում եք, որ մեր ալիք ունենանք ելույթներ, Փակ TV-ն, որը փաստերի, անակնկալների, կարծիքների հեռուստաալիք է, միշտ պատրաստ է հարթակ տրամադրել բոլոր նրանց, ովքեր ապրում են մեր երկրի դարդ ու ցավով։ Դուք լրիվ ճիշտ եք, ես հետ համամիտ եմ, բայց եթե ես մենակ ես չեմ, դուք գիտեք իմ նման եւ ինձանից շատ ավելի բարձր ինչքան մայրեր ունենք։ Խելագարվել կարելի է, մայրերի մի հզոր բանակ, մայրերի հիմա նստած, մանկապարտեզից սկսած հայազգային ծրագիր են դնում, որ մանկապարտեզում երեխան սովորի Կոմիտասու Եկմալյան, որ կակավիկը երկի, ծերնակը երկի, սևակ արտասանեն հայ պատմություն է իմանան, այսօր ղեկավարներից ոչ մեկ պատմություն չգիտի հայ ազգի, եւ առհասարակ ոչ մի ազգի պատմություն չգիտեն, առհասարակ ցեղախմբի սերունդն ինչ պիտի պատմություն իմանա։ Մենք որ լսում ենք հանկարծ Ադրբեջանի ղեկավարների կողմից առաջարկված պատմությունը, հավերն են ծիծաղում։ Ամբողջ Եվրոպան ասում արդեն վիրավորական է։ Այդ հիվանդին հասկացրեք, թող լռի։ Իսկապես թող լռի։ Հիմարների միակ առաքինությունը դա է, լռի։ Թեև միշտ չի որ լռելը լավ է։ Օրինակ ես միշտ մտածում եմ, ես չգիտեի, որ Սամվել Կարապետյանը ինչքան չէ բարեգործություններ արել։ Հետո ես իմացա, երբ որ եկան Հայաստանից որոշ մարդիկ դպրոցի ուսումնասվար, աշակերտ, պոլիկլինիկա եւ այլն, այդ մարդիկ էլ հո բոլորը չեն, դա մի մասն էր այդքան։ Բայց քանի որ Սամվել Կարապետյանը լռում էր, ռեկլամ չեր անում, PR չեր անում, համեստաբար, այսինքն համեստությունը հետապնդվում ու դատապարտվում է, չի հազանգ է, մարդկա երկու մի շոկ ալյուր է տալի, երկու տոպրակ պարկ ալյուր է տալի, ալիքով 7 անգամ ցույց է տալիս այդ երկու պարկ մանկապարտեզին կամ որ փանեցին ալյուր տալը։ Կարեն Կարապետյանը լռել է եւ որտեվ գտնում եմ Արբակ Խաչատրյանի նման
չի սիրել բարձրաձայնել եւ այտենց լավ տղեկ կան, որոնք համարում են, որ դա քո պարտքն է քո ազգի համար, դու քո սերն ու քո խիղճն է դա, չէ՞։ Նա չի արել ինքը իր անունը բարձրաձայնի, ու այսօր դուրս է գալիս, այդ մարդը հեծը ուզում է հեծով թալանում է, ինչի մասին է խոսում, իսկ պետությունը խի չի ասում, Կարեն Կարապետյանը ինչքանով է տալիս հոսանքը, ոյ կներեք, նու եղբոր անունը խառում եմ երևի, Սամվել Կարապետյանը, ինչքանով է տալի պետությանը, պետությունը ինչքան է օգտվում, երրակի գինա վրան դնում, գետինը մտնեք եւ հələ ասում եք թանկ է վաճառում, դու իժալացրու են մարդը մինիմումով տվել է, դու ժողովրդին ինչ ես 2-3 անգամ ավել վաճառում, չէ, նպատակը, այդ ստրատեգիկ կարևոր բանը Թուրքին տալն է։ Էլ ցանցերը։ Բա իհարկե։ Այս որ իմանա ազգը, թե ինչեր են պատրաստվում սրանք դեռ անեն։ Ուղղակի մեր ազգը ոնց հասկացա, ասում է գնա մեռի արի սիրեմ։ Այս անգամ ազգովի ենք մեռնելու։ Եթե դարձյալ լռենք ու խուսափենք մեր ապագան ինքներս կերտելուց։ Մի սպասեք։ Բազմոցին պարկած մենք ինչ պիտի անենք։ Ես ապշեցի, ես որ գնացի Էջմիածին, երբ որ ժողովուրդը հավաքվել էր։ Էջմիածնում պետք է մինիմում 500,000 մարդ լիներ։ Մինիմում։ Ինչ արեցին, այնտեղ մնացին, հետո Սրբազան ասաց ես ոտքով կգնամ, ժողովրդի ոտքով հետո գցեցին արևի տակ։ Ինչ որ բան է կատարվում, որ ես էլ չեմ հասկանում։ Շատ են ագենտները, թշնամու, լրտեսները լցված են Հայաստանով մեկ։ Հələ մենք այդ նոր կառավարությունը որ գա, պիտի 7 տարվա ազնագերը ստուգի։ Արի տեսնեմ տղաս, դու որտեղ ես ապրել, քո բակը դպրոցը ցույց տուր, չէ՞։ 5 րոպեվա բան է։ Դա տենց ցեմա պետությանը խափելու համար։ Բայց ամենակարևորը նոր ազնագները պիտի լինեն DNT անալիզով, որ ես տեսնեմ ով այն թշնամին իմ մեջ։ Ով է թուրք, ով է թաթար, ով է հրյա, ով է հայ, ով է ռուս, ես ուզում եմ տեսնեմ, եւ հետո ինչ վատ բան կա, մարդկանց վերադարձնում ենք ազգային պատկանելիությունը։ Բայց գիտեք, ես մի բան պիտի ասեմ։ Երբ որ մենք մայրերի ժողովի ժամանակ նստած մտածում ենք, գաղափարական կենտրոնի հետ իհարկե, միակ կենտրոնա, որը որ անկաշար չկա ոչ մեկ, որին ուզում է որ աջակցի, եւ ամենակարևորը ինքն էլ իրեն տեխնացու չի համարում վարչապետը, հակառակ չի ուզում։ Այսինքն ազգի մասին ենք մտածում, միակ մարդը դա է, որ մենք իր հետ համագործակցում ենք։ Հայաստանը պիտի փոխի իր համակարգը, որովհետև այդ դեմոկրատիայի անվան տակ, ժողովրդավարություն անվան տակ, թե ինչ արատավոր բան է լինում, դուք չեք էլ պատկերացնում, ժողովուրդը ոչինչ չի հասկանում, թե հաստող կլինի, թե բժիշկ կլինի, թե բանվոր կլինի, թե ակադեմիկ, բերում են տեխնացուներին, ոչինչ չգիտես, ոչ կենսագրական, ոչ մի բան, ոչ մի ծառայություն չունեն ազգի համար, եւ այդ մի քանի սախատներից դու պիտի մեկին ընտրես։ Դուք հասկանում եք, հիմա տես չի լինելու։ Լինելու է պրեզիդենտ, լինելու է իմաստունների խորհուրդ, հարյուրյակ ոսկե եւ մայրերի գերագույն խորհուրդ։ Այդ 3 հզոր կառույցները պետք է որոշեն ցանկացած օրենք քննարկեն եւ ժողովրդի հաշվետու լինեն։ Դա համար մենք այդ նոր համակարգը որ գրենք, հին արդեն չի գործում։ Տեսնում եք, ամբողջ աշխարհը կործանում է։ Այդ նոր համակարգը հանրակրվե կանենք եւ նոր համակարգով Հայաստանը նորից քաղաքակիրթ հզոր երկիր է դառնալու եւ մնացածներին քաղաքակրթի։ Պատկերացրեք, ես ինչքան զարմացած լինեմ, որ այսօր գազի սիգնալիզացիան միացավ ու ես զանգում եմ 104 գազի հիմնարկ որ գալ, ինչ որ մի բան ա եղել։ Ու մեկ հետենում եմ շտաբ եկան, սարքեցին, գնացին, ինձ թվաց երազի մեջ է, այնքան խորթ է այս երկրում ինչ-որ մի բանի հասնել, որ մի հատ գազի մասնագետի գալը շտաբ ու օգնելը, մենք ընտանիքով սենց նայում ենք, ասում ենք, տեսնես ես ինչ բան է, այնքան որ հետ են կաչել մարդկային արժեքներից հիվանդանոցները դարել են բիզնեսներ, ամբողջը դարձել են առուծախի առարկա, վաշխառույական երկրի փողը չի օգնում, փողը չի օգնում։ Եթե Սամվել Կարապետյանևի նման տղեկը հավաքվեր միասին լինեին, սենց բան չէր լինի։ Ոչ փողը, ոչ փառքը, փառք ու փողից թանկ բան կա։ Հայ ազգային պատկանելիություն։ Պահեք դա։ Եղավ, Տենգան, շնորհակալ եմ այսօրվա բաց զրույցի համար, հույս ունեմ առաջիկայում կհանդիպենք եւ դուք մեզ
ինչպես բնորոշ է մեր հերոստալիքին, փաստերով հետաքրքիր, իհարկե նաև մեծ անակնկալներով եւ ձեր կարծիքով կներկայանաք մեր ունկնդրին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն եմ ես էլ հայտնում, բայց ես պետք է ձեզ մի բան ասեմ, որ ամեն ինչ չի, որ մի անգամից ասում են ժամանակը գա, ժողովուրդը ամեն ինչ աստիճանաբար կիմանա նորությունները, ընդհանուր կասեմ, Հայաստանի վերածնունդը ոչ միայն մեզ համար, ամբողջ աշխարհի համար է վերականգնելու։ Հայաստանը վերադարձնելու է իր նշանակությունը մոլորակի համար։ Այո, արմատներից կտրվելուց ծառնել է չորանում։ Պիտի վերադառնան արմատները։ Մնացածը մյուս դասին։ Եղավ, շնորհակալություն։ Չէ, բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել էինք Մայր Հայաստան 21-րդ դար հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Գայանե Գասպարյանին։ Այսօր այսքանը, դուք այնուամենայնիվ մնացեք լավատես եւ հավատացեք, որ Տիկին Գայանեի ասածներից շատ այսպես առաջ քաշած մտքեր կդառնա իրողություն։ Ցտեսություն։